Բարեկամներ ողջույն, վերլուծության այսօրվա թողարկումը հարցազրույցի ձևաչափով է լինելու, հետևում ենք Իրանում ստեղծված իրավիճակին, ոչ միայն Իրանում, այլև Իրանի Իսլամական Հանրապետության շուրջ ստեղծված իրավիճակին, եւ կարծում եմ տրամաբանական է, որ պետք է այսօր տաղավար հրավիրեինք Իրանագետի եւ այսօր զրուցելու եմ Իրանագետ Ժաննա Վարդանյանի հետ։ Տիկին Վարդանյան, բարև ձեզ։ Շնորհակալություն, որ չմերժեցիք մեր հրավերը, գիտեմ շատ զբաղված եք այս օրերում, տարբեր հարթակներ, բազմաթիվ հարցեր են հնչեցնելու։ Մենք էլ փորձեցինք հետևել զարգացումներին եւ հասկացանք մի բան, որ կարծես այն փուչիկը, որը տարիներով ուժը, որ այսպես ասենք, կուտակվում էր Իրանի շուրջ, պայթեց։ Որքանով էր ձեզ համար, որպես Իրանագետի, սպասելի այս զարգացումը։ Իրականում ճիշտ է, ըստ էության իրավիճակը պայթեց, այն լարված իրավիճակը, որ կուտակվել էր տարիներ շարունակ ու տասնյակ տարիներ շարունակ, ի վերջո պայթեց այսօր, ընդ որում դեռևս փոքր պայթյուններ իհարկե մինչև այս եղել էին, խոսքը հունիսյան պատերազմին է 2025 թվականին եւ իհարկե դրանից առաջ տարբեր միջնորդավորված դերակատարների ու պրոքսի ուժերի միջոցով Իրան-Իսրայել, Միացյալ Նահանգներ այդ առճակատման մասին է, բայց որի կուլմինացիան մենք տեսնում ենք այս օրերին եւ ըստ էության սա այն վերջին կետն է, վերջին փորձն է, որտեղ կողմերից յուրաքանչյուրը փորձելու է հասնել իր առջև դրված նպատակներին ու ըստ էության հենց այս պատերազմի ավարտով է պայմանավորված տարածաշրջանի հետագա ճակատագիրը եւ եթե սպասելիության տեսանկյունից ենք նայում, միանշանակ արդեն իսկ սպասելի էր, թե կողմերի հռետորաբանությունից, թե իրադարձությունների զարգացման ընթացքից ելնելով մասնավորապես վերջին 2 տարիների զարգացումները Գազայում իրավիճակը, հետագայում արդեն Իրան-Իսրայել ուղիղ առճակատման դեպքերը, հունիսյան պատերազմը եւ իհարկե արդեն սա, այսինքն այս առումով իրադարձությունների ընթացքը հենց սրան էր տանում ու սպասելի էր սա։ Որքանով է հավանական, որ խնդիրը շատ ավելի զգայուն կերպով դուրս կգա Իրանի սահմաններից, որտեղ մենք տեսանք հրթիռակոծություններ, բայց ռազմական գործողություններ դրանք չես կարող կոչել, այսինքն դա մի հատվածում անօդաչու թռչող սարքի մնացորդներ ընկան, մյուս հատվածում այո թիրախավորված հրթիռ արձակեցին, բայց խնդիրը դեռ պահպանվում է Իրանի սահմաններում, որքանով եք դուք գնահատում էսկալացիան, որ դուրս կգա սահմաններից։ Իրականում ես կարծում եմ արդեն իսկ Իրանի սահմաններից դուրս է եկել, կարծում եմ պարտադիր չէ, որ լինի ինչ-որ ցամաքային գործողություն, որպեսզի համարենք, որ դա Իրանի սահմաններից դուրս է եկել։ Իրանը այսօր թիրախավորում է տարածաշրջանում արաբական երկրներին, այն երկրներին, որտեղ կա ամերիկյան ներկայություն եւ վերջին 2 օրվա լուրերն էլ այն մասին են, որ օրինակ Թուրքիայում իրանական բալիստիկ հրթիռ խոցվել եւ արդեն Նախիջևանում ԱԹՍ-ներ են իրանական ընկել։ Իհարկե այս վերջին 2 դեպքը եւ Թուրքիայի եւ Ադրբեջանի դեռ հավելյալ մանրամասների ու հավելյալ ճշգրտումների կարիք ունի, բայց այստեղ ընդհանուր եթե դիտարկում ենք իրանական կողմի գործողությունների տրամաբանությունը, դա հետեւյալն է. ստեղծել հնարավորինս շատ ճգնաժամային օջախներ, ցույց տալ որ Իրանի դեմ պատերազմը ազդում է ամբողջ տարածաշրջանի վրա եւ առհասարակ ամբողջ աշխարհի վրա, դրանով իսկ բարձրացնելով պատերազմի գինը ու նաեւ ստիպելով տարածաշրջանի այդ երկրներին գործուն քայլեր ձեռնարկել այս պատերազմի դադարեցմանը հասնելու համար, այսինքն փորձեն ճնշում գործադրեն, փորձեն բանակցել նահանգների Իսրայելի հետ, որպեսզի այս պատերազմը դադարի։ Հենց դրա համար էլ Իրանը տարբեր օջախներ է թիրախավորում, ըստ էության Իրանը վաբանկ է գնում եւ գործադրում է իր արժեվ ունեցած բոլոր լծակները, քանի որ այս պատերազմը Իրանը ընկալում է որպես գոյաբանական էգզիստենցիալ պատերազմ։ Այո, արտգործնախարարը հայտարարեց քիչ առաջ, որ գնալու են մինչև վերջ, որովհետև սա լինելու հարց է, բայց տրամաբանությունը, եթե շարունակենք ձեր ասած, որ որքան հնարավոր է շատ երկրներ փորձեն ներգրավել այս կոնֆլիկտի մեջ, հակառակ տրամաբանությունը չի կարող արդյոք լինել, որ եթե մի շարք երկրներ ներքաշվեն այդ ամենի մեջ, կոալիցիոն ուժերին կմիանան, այսինքն ԱՄՆ, Իսրայել եւ Իրանի վիճակը ավելի բարդ կլինի, այլ ոչ թե նրանք ասեն, վայ եկեք դադարեցնենք պատերազմը, գուցե նրանք դառնան դաշնակից ավելի ակնհայտ ձևով։ Միանշանակ ճիշտ եք, սա կարող է հակառակ էֆեկտ ունենալ եւ այդ հակաիրանական կոալիցիային ավելացնել նոր երկրներ, կլինեն դրանք արաբական երկրները, թե այլ երկրներ, բայց ամեն դեպքում իրանական կողմի հաշվարկը կարծում եմ նաեւ, որ ճգնաժամի միջոցով ստիպեն պատերազմի դադարեցմանը հասնել, բայց իհարկե այդ ռիսկը միանշանակ կա, որ կարող է հակառակ էֆեկտը
ունենալ, բայց ելնելով նրանից, որ իրանցիները այո ցանկալում են որպես լինել չլինելու հարց, ըստ էության իրենք գործադրում են իրենց ձեռքի տակ եղած բոլոր միջոցները եւ այս պայմաններում իրենք որպես լծակ դա ունեն, այսինքն այլ ճնշման լծակ իրանցիները ըստ էության չունեն, իրենք այո թիրախավորում են Իսրայելին, բայց ինչ կարող են անել դրանից բացի, եթե ոչ տարածաշրջանում ամերիկյան ներկայության ինչ-որ օբյեկտները թիրախավորելը կամ տարածաշրջանի երկրներին ինչ-որ վնաս հասցնելը, այնտեղ նաև դրան գումարվում է Հորմուզի նեղուցի լծակը, այսինքն Իրանի ունեցած լծակներն են սրանք, իհարկե կա նաև պրոքսի ուժերի հարցը, բայց այդ պրոքսի ուժերը բավականին թուլացած են մանավանդ վերջին տարիների գործողությունների հետևանքով Սիրիան առհասարակ Իրանը արդեն իսկ գործրել է այդ երկրում իշխանապահության հետևանքով, այսինքն Իրանի լծակները սահմանափակվել են ու այս պայմաններում դրանց մեջ է տեղավորվում, հետևաբար անում են այն, ինչ ունեն, ինչ կարողանում են։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այնտեղ թեոկրատիկ հասարակարգ է եւ կրոնը շատ կարեւոր դեր է խաղում այս գործողություններում, որքանով է հնարավոր ինչ-որ ահաբեկչական գործողություններ անհատների ձեռամբ, այսինքն աշխարհի տարբեր անկյուններում ծայրահեղական իսլամի հետևորդները փորձեն որոշակի վրեժխնդրության ակցիաներ իրականացնել, որովհետև դրանպես ծայրահեղական իսլամիզմը հղի է նաև այդպիսի հետևանքներով։ Իրականում չեմ կարծում, թե Իրանը ունի նման լծակներ աշխարհի ինչ-որ տարբեր կետերում ահաբեկչական գործողություններ կազմակերպելու, վերջին տարիների կտրվածքով էլ մենք նման միջադեպերի առանձնապես չենք հանդիպել ու այդ առումով Իրանի լծակները այստեղ են սահմանափակ, այսինքն երկրից դուրս նման գործողություններ ձեռնարկել առանձնապես չի կարող, ու մասնավորապես օրինակ Եվրոպայի կամ Միացյալ Նահանգների մակարդակով, եթե տարածաշրջանի մակարդակով դիտարկենք, այո, Իրանը ունի շիայական խմբավորումներ կամ իրանամետ ուժեր, որոնք կարող են ինչ-որ գործողություններ ձեռնարկել, օրինակ առնվազն հարձակում գործադրել Միացյալ Նահանգների կամ Իսրայելի դիվանագիտական օբյեկտների վրա ու այդպիսիք մենք արդեն իսկ տեսել ենք նույն Իրաքում, Պակիստանում անգամ 2 տասնյակից ավելի զոհեր կա ամերիկյան հյուպատոսանի վրա հարձակման հետևանքով, այսինքն այս կրոնի գործոնը Ալի Խամենեի մահը որպես նահատակության ընկալում, այս գործոնը այո շատ մուսուլմանների մողում է առնվազն ցույցերի եւ առնվազն այդ երկրներում դիվանագիտական օբյեկտների դեմ հարձակումների, բայց որ հատուկ ինչ որ անձինք թիրախավորվեն եւ հատուկ պլանավորում լինի, կարծում եմ դրա հնարավորությունները իրենի դեպքում սահմանափակ են։ Հոգեվոր առաջնորդին հիշատակեցիք, ով զոհվեց այս ռազմական գործողությունների արդյունքում, Միացյալ Նահանգները եւ Իսրայելը բացեբաց հայտարարում են ռեժիմի փոփոխության մասին, որքանով եք հավանական համարում մանավանդ Բարշաստիճան, հոգևոր դասի մի շարք առաջնորդների մահվան փաստը հաշվի առնելով, որ այնտեղ ռեժիմ կփոփոխվի եւ եթե հավանականություն կա, ինչ ուժեր ըստ կարող են գալ իշխանության։ Իրականում նպատակների հետ կապված նահանգների եւ Իսրայելի ավելի կոնկրետ նահանգների եւ համակարգի հետ կապված նահանգներից կարծես թե մենք անդադ ինչ-որ հակասական հայտարարություններ ենք ստանում Թրամփի շուրթերից, այսինքն մի դեպքում իրենք հայտարարում են, որ ցանկանում են փլուզել այս համակարգը, մի դեպքում օրինակ հնչում է հայտարարություն, որ Թրամփը կգերադասեր, որ Ռեզա Փահլավիի փոխարեն ենթադրենք լիներ ինչ-որ մեկը Իրանի ներսից չափավորական մեկը։ Ու այստեղ էլի մեզ համար հարց է առաջանում, ինչ նկատի ունի Թրամփը նման հայտարարություն անելով։ Արդյոք իր համար կարող է ընդունելի լինել այս համակարգը, բայց օրինակ ավելի չափավորական գերագույն առաջնորդով։ Թե առհասարակ ցանկանում են, որ հենց համակարգը այս մոդելը փլուզվի եւ ձևավորվի նոր համակարգ ու էլի Իրանի ներսից։ Այսինքն այստեղ հարցերը շատ են ու հասկանալի չէ, թե նահանգների վերջնանպատակը համակարգի հետ կապված կոնկրետ որն է, որովհետեւ սցենարները կարող են տարբեր լինել։ Իրենք կարող են ի վերջո այս պատերազմական գործողությունների հետևանքով իրանական համակարգի համար ստեղծեն այնպիսի իրավիճակ, որ այդ համակարգը գնա աստիճանական քայքայման, այսինքն պարտադիր չի, որ այս գործողությունների ընթացքում վերջ համակարգը լիովին փլուզվի, կարող է այդ համակարգը բախվել այնպիսի խնդիրների ու մարտահրավերների, որ փլուզվի աստիճանաբար։ Բայց այս պայդրությամբ մենք Իրանից տեսնում ենք, որ համակարգը դեռ գործում է, համակարգը դեռ կայուն է եւ համակարգը փորձում է վերարտադրվել ու շատ զգուշությամբ է փորձում դա անել։ Արդյոք այդ համակարգը եթե պահպանվի, պատերազմը կդադարի, թե պատերազմը հիմնական, այսպես գերխնդիր էր արժեվ դրել համակարգի փոփոխություն։ Հենց դա է հարցերից մեկը, թե ի վերջո որն է գերնպատակը։
Ես կարծում եմ, որ այստեղ կարելի է մի քանի նպատակ առանձնացնել։ Նպատակներից հիմնականներից մեկը, եթե ոչ ամենահիմնականը, Իրանի ներուժի վերացումն է։ Իրանի միջուկային ներուժ, ռազմական ներուժ, այդ թվում եւ հատկապես հրթիռային կարողություններ, ԱԹՍ կարողությունների վերացում, իրանական պրոքսիների թուլացում եւ առհասարակ տարածաշրջանային գործունեության սահմանափակում։ Այսինքն առհասարակ բոլոր ոլորտներում Իրան պետության ներուժի վերացումն է, քանի որ Իրանը դիտարկվում է սպառնալիք Իսրայելի համար, նաեւ Միացյալ Նահանգների շահերի համար։ Հետեւաբար իրենց պետք է Իրան, որը չի կարող տարածաշրջանում Իսրայելի նահանգների շահերին սպառնալիք ներկայացնել, մարտահրավեր նետել։ Այսինքն սա գերնպատակներից մեկն է, որին իրենք փորձում են հասնել այս պատերազմի ընթացքում։ Այս համատեքստում է դիտարկվում նաև համակարգի փլուզումը, բայց կարծում եմ գործողությունների ընթացքը ցույց կտա, թե ի վերջո որ կետի շուրջ իրենք կորոշեն կանգ առնել կամ ստիպված կլինեն կանգ առնել։ Այսինքն կարող են եւ փորձել մինչեւ վերջ գնալու իսկապես հասնել այդ համակարգի փլուզմանը, օրինակ անդադ չթողնելով նոր գերագույն առաջնորդ ընտրվի կամ թիրախավորելով եւ նոր գերագույն առաջնորդին եւ տեխնացուներին եւ այլ պաշտոնյաների, կամ թողնեն, որ այդ համակարգը վերարտադրվի, բայց հետագայում, ինչպես արդեն նշեցի, այնպիսի ճգնաժամերի բախվի, որ ինքնուրույն փլուզվի։ Այս ողջ ընթացքում եք որ հետևում ենք անգամ ակտիվ ռազմական գործողությունից առաջ, ես միշտ զարմանում եի հռետորաբանության վրա, որ Իրանի վերնախավը օգտագործում էր, թե հոգևոր, թե քաղաքական, ըստ ձեզ որպես իրանագետ, ինչով էր պայմանավորված այդ չափազանց խիստ հռետորաբանությունը, ամերիկյան ապտակ, այնպիսի տպավորություն էր, որ կարծես գերագնահատում էին իրենց ուժերը, մանավանդ տեսնելով թե ինչ է կատարվում, օրինակ մեր Վենեսուելայի պատմությունը կամ անգամ դրա հենց առաջ ռմբակոծումները, որ թիրախային հարվածներ հասցրեցին միջուկային օբյեկտներին։ Ըստ ձեզ ինչու էր այդպիսի բառամթերք օգտագործվում ԱՄՆ-ի եւ Իսրայելի հասցեին։ Տեսեք, դա շատ բնորոշ է Իրանին եւ իրանցիներին, այսինքն խոսքը միայն այս տարվա մասին չի, այս նոր հայտարարությունների մասին չի, դա միշտ այդպես է եղել, այսինքն իրանական կողմի օգտագործած բառամթերքը հենց այդպեսին է եղել, որ իրենք հզոր են եւ ցանկացած թշնամու կարող են ջախջախել, անկախ նրանից գետնի վրա դա որքանով է համապատասխանում իրականությանը։ Այսինքն սա պարզապես իրանցիներին բնորոշ գծերից մեկն է ու այս առումով պետք է դա դրան պարզապես տեղյակ լինել, ծանոթ լինել, հասկանալ, որ սա իրենց հռետորաբանությունն է, սա իրենց ոճն է, բայց միաժամանակ հետևել։ Բայց ոճը, որը շատ վտանգավոր ոճ է, որը գործնական ցույց էին տվել, որ այդ ուժերը չեն լսում պարզապես, այլ գործում են եւ այդ Տեսեք, գործնականում այսպես է, եթե օրինակ մենք դիտարկում ենք դիմանագիտական հարթակը, իրանցիները իսկապես շահագրգռված էին բանակցությունների միջոցով խնդիրը լուծել եւ մինչեւ իսկ վերջին պահը բանակցային ուղին առաջ մղել։ Անգամ այն պայմաններում, երբ իրենք գիտեին, որ շատ դժվար է Թրամփի հետ բանակցել, գիտեին, որ իրենց էլի սպառնում է բանակցությունների կեսից պատերազմը, իրենք միևնույն է գնացել են բանակցությունների, փորձելով օգտագործել հնարավոր բոլոր լծակները, որպեսզի պատերազմը տեղի չունենա, եւ սա գուցե նաեւ գալիս է այդ գիտակցումից, թե ուժային ինչ հարաբերակցության մեջ են գտնվում իրականում Իրանը եւ Միացյալ Նահանգները ու Իսրայելը, բայց հռետորաբանությունը այլ բան է եւ իրենք հռետորաբանական մակարդակում կարող են ցանկացած քարոզչական եզրույթներ օգտագործել։ Դեռքեր եք Իսրայելի վարչապետին հիշատակեցիք երեք ուղերձում, երբ նա Իրանի ժողովրդին դիմեց, նա կարծես առանձնահատուկ կերպով փոքրամասնությունները առանձնացրեց, իսկ մենք գիտենք, որ Իրանը բազմաթիվ փոքրամասնություններ ունի, մոտ 40%-ը բնակչության Իրանի փոքրամասնություններ են։ Ըստ ձեզ ինչու նա առանձնակի այդպես նշեց փոքրամասնություններին եւ որքանով է հավանական սցենարներից մեկը, որ կարող է Իրանը քանդվել ըստ փոքրամասնությունների տարբեր պետությունների կամ հատվածների։ Իսրայելի դեպքում այդ մասնատման խաղաքարտը միշտ եղել է արդիական։ Անգամ ոչ պատերազմական պայմաններում Իսրայելի շեշտադրումներից մեկը հենց դա է եղել եւ հենց այդ պատճառով է, որ Իսրայելը պարբերաբար աջակցել է Իրանում տարբեր անջատողական խմբավորումների ու զինյալ խմբերի, մասնավորապես եւ քրդերի դեպքում է դա ակտուալ, բելուջների դեպքում է ակտուալ, մյուս խմբավորումների դեպքում
Տեսեք, Իրանի թուրքախոսների դեպքում մենք գործ չունենք ինչ-որ զինված պայքարի կամ անջատողական կոնկրետ նման զինված անջատողական խմբերի հետ եւ Իրանի թուրքախոսների դեպքում շատ է ուռճացված պատկերը արհեստականորեն, քան գետնի վրա կա։ Իհարկե այնտեղ կան պանթուրքական հոսանքներ եւ կա շատ մեծ քարոզչական աշխատանք այդ ուղղությամբ, ելի ինչ-որ խմբավորումներ առաջացնելու, այսպես անջատողական օրակարգ առաջ բերելու համար, ու այդ օրակարգը ծնուցվում է տարբեր երկրների կողմից, թե Իսրայել, թե Թուրքիա, թե նաև Ադրբեջան, բայց այդ անջատողականության ֆենոմենը այնտեղ չունի այն մասշտաբները եւ դրսեւորումները, ինչ ունի օրինակ քրդերի մոտ եւ բելուժների մոտ։ Եվ հիմնական խաղակարգը այս պայթրությամբ Իսրայելի կողմից կարծես թե քրդերի գործոնն է, որը փորձում է նաև ակտիվացնել։ Բայց Իրանի մասնատման տեսանկյունից իհարկե սցենարները բազմազան են եւ այս սցենարը եւս կարող ենք դիտարկել, բայց միաժամանակ դա շատ ավելի այս պայթրությամբ ոչ ռեալ է։ Ինչու, որովհետև անջատողականության այդ խմբավորումների ակտիվացման դեպքում սա առնչվելու է նաև հարևան երկրների եւ առաջ բերելու նաև այդ հարևան երկրների ռեակցիան։ Բելուջների դեպքում Պակիստանն է, որտեղ եւս կա բելուջական փոքրամասնություն եւ այդ խնդրին իրենք էլ են առնչվում, քրդերի դեպքում Իրաքն է, Թուրքիան, Սիրիան, հետեւաբար այս երկրները եւս ակտիվ են լինելու այս հարցով։ Օրինակ երեք Աբբաս Արաղչին Թուրքիայի գործնախարարի զրույցում էլի քրդական գործոններ քննարկել, խոսել էին համատեղ պայքարի մասին, այսինքն այս առումով հնարավոր չի խոսել, որ կարող է օրինակ Քրդստան պետություն առաջանալ այս գործողությունների արդյունքում։ Մոտեցումն էլ հստակ է այս հարցում անթույլատրելի։ Միանշանակ ու մենք դա տեսել ենք ոչ միայն սա արդիական է ոչ միայն Իրանի դեպքում, այլև Իրաքի քրդերի դեպքում, Սիրիայի քրդերի դեպքում մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում նրանց շուրջ, երբ նրանց չեն թողնում ինքնավարություն եւ ավելին ունենալու։ Օրինակ վառ օրինակը 17 թվականի Իրաքյան Քրդստանի հանրաքվեներ անկախության, որը իրենք թեև հռչակեցին, բայց հարևան երկրները այնպեսի դիրքորոշում որդեգրեցին, որ ստիպված եղան դա այսպես չեղարկել, այսինքն քրդական գործոնը շատ երկրների է առնչվում եւ այս առումով բարդ է պատկերացնել, որ հնարավոր է Իրանի տարածքում կարողանան ինչ-որ քրդական տարածքները անջատել Իրանից եւ այլն, բայց որպես սցենար բնականաբար սա վտանգավոր սցենարներից մեկն է։ Հայաստանի դիրքորոշումը ինչպեսին պետք է լինի այս վիճակում։ Ինչ դիրքորոշում պետք է ունենանք, որովհետեւ այդ ամենը մեր տարածաշրջանն է, մենք սահմանակից ենք, Իրանը մեծ բարեկամ երկիր է եւ դե վերջիվերջո համայնք ունենք։ Հայաստանի դիրքորոշումը ինչպեսին պետք է լինի։ Այո, Իրանը մեզ համար շատ կարևոր երկիր է, մեր հարևան երկիրն է, որի հետ հարաբերությունները չունեն այլընտրանք։ Իրանը մեզ համար այլընտրանքային երթուղի է, մեր ունեցած երկու բաց սահմաններից մեկը փաստացի Իրանն է եւ այդ սահմանի փակվելը ու դրանում առաջացած խոչընդոտները միանշանակ մեր վրա են հաստում։ Հայաստանի դիրքորոշումը ըստ էության այն ինչ մենք տեսնում ենք հիմնական բալանսավորման փորձն է եւ կարծում եմ, որ հենց այդպես էլ պետք է լինի, այսինքն հնարավորինս փորձի եւ գնահատել ռիսկերը, չտուժելու այս իրավիճակից ու համապատասխան պատրաստություններ տեսնել այդ ռիսկերին դիմակայելու համար եւ միաժամանակ չդառնալ գործոն կողմերից որևէ մեկի համար, ոչ նահանգների, ոչ Իրանի, այսինքն մենք որևէ կերպ ակտիվ ինչ-որ գործոն չպետք է լինենք ազդեցության ենթարկման տեսանկյունից, բայց բնականաբար իրավիճակը մեզ վրա է ազդում ու մենք պետք է կարողանանք գնահատել այդ ռիսկերը ու պատրաստվել դրա։ Սա վերաբերում է թե այդ, ինչպես նշեցի, այդ երթուղու կարևորության տեսանկյունից, թե հայ-իրանական տնտեսական հարաբերությունների տեսանկյունից, որտեղ արդեն իսկ մենք ազդեցությունը զգում ենք, եւ թե անվտանգային ռիսկերի տեսանկյունից, քաղաքական տեսանկյունից, Հարավային Կովկասում Իրանի բալանսավորման, դիրքավորման, դերակատարման տեսանկյունից, այսինքն այս ամեն ինչը շատ կարևոր է ու միանշանակ մեզ վրա է ազդում ու կարևոր է կարողանալ այս իրավիճակից հնարավորինս քիչ կորուստներով դուրս գալ։ Եվ վերջում Տիկին Վարդանյանց, ձեզ որքանով սա կտևի, որքան երկար ընթացող process է սա։ Գիտեք, առայժմ այսպես ասած վերջը չի երևում եւ հասկանալի չէ։ Իհարկե շատ դժվար է կանխատեսել ու ասել, որ կվերջանա այսքան օրից, շաբաթից կամ ամսից, բայց միանշանակ է, որ առաջիկա օրերին ըստ էության սա չի վերջանալու եւ առնվազն շաբաթներ տևելու է, քանի որ կողմերից յուրաքանչյուրը կարծես թե նպատակը դրված է գնալու մինչեւ վերջ, հասնելու իրենց արժեվ դրված այդ նպատակների իրագործմանը, իրանական կողմից էլ կա դիմադրություն, այդ դիմադրությունը շարունակվում է եւ հաստատի
իրենք ընդլայնում են աշխարհագրությունն էլ, հետեւաբար այս պայմաններում դժվար է ասել, որ վերջը մոտ է եւ ինչ կլինի։ Քանի որ մեզ դիտում են նաեւ Միացյալ Նահանգներում եւ հատկապես Լոս Անջելեսում հսկայական համայնք կա Իրանի, ովքեր բացեբաց աջակցում են արքայազնին եւ քանից էս մասնակցում են ցույցերին եւ բացեբաց աջակցում են, փաստորեն երկու կողմ կա, մենք նաեւ տեսնում ենք Իրանում, ովքեր որ բացեբաց ռեժիմին են աջակցում եւ այդ մարդկանց եւս հասկանում ենք, այս պարագայում ճիշտ ու սխալ կա, որ ուժն է ավելի ճիշտ եւ որ ուժն է ավելի արդար, եթե կարելի է այդպես ասել։ Այո, Իրանում եւ նաեւ Իրանից դուրս կան հասարակության զգալի հատված, մասնավորապես Իրանից դուրս բոլորը դեմ են այս համակարգին, Իրանի ներսում հարաբերակցությունը մեզ համար պարզ չէ, բայց այո, զգալի զանգված նաեւ Իրանի ներսում է դեմ այս համակարգին։ Ճիշտ ու սխալի հարցը կարծում եմ մենք իրավասու չենք նման բնորոշումներ տալ, որովհետև դա իրանցիների է եւ այդ թվում իրանահայերի, ովքեր Իրանի քաղաքացի են, նրանց գործն է եւ նրանց որոշելիքն է, թե նրանք ինչ պետություն են ուզում եւ ինչպիսի համակարգ են ուզում։ Մեզ համար տվյալ դեպքում կարեւոր է Իրան պետությունը, այսինքն դա կկոչվի Իրանի Իսլամական Հանրապետություն, թե Իրանի Շահական Հանրապետություն, չգիտեմ։ Այսինքն Իրան պետությունը որպես Հայաստանի հարևան, որպես Հայաստանի հազարամյակների հարևան, մեզ համար այս Իրանի կայունությունը, ամբողջականությունը սա է կարևոր։ Իսկ արդեն թե ինչպիսի համակարգ կլինի եւ ինչ այլ գործընթացներ կլինեն այս ուղղությամբ, սա արդեն իրանցիների որոշելու եւ ընտրության հարցն է, որը մեզ չի առնչվում։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Հարգելի բարեկամներ, հետևում ենք զարգացումներին, կարծում եմ զրուցելու հնարավորություն դեռ կունենանք, ինչպես ասում ենք, այս պարագայում խաղաղություն աշխարհին, կհանդիպենք հաջորդ թողարկմանը։ Լավ եղեք։